Երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն ոդքասթի ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական վտանգներին։ Ըստ նրա հայկական արտադրանքի, հատկապես գյուղմթերքի եւ խմիչքների հիմնական սպառման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, մինչդեռ եվրոպական ուղղությամբ արտահանման ցուցանիշները չնչին են։ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց ապատասխանատու քայլերով ու եվրոպական պարտադրանքներով սպառնալիքի տակ են դնում երկրի տնտեսական անվտանգությունն ու Ռուսաստանում բնակվող միլիոնավոր հայերի շահերը։ Ըստ նախկին նախագահի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրությունը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Վերջերս մի երկու օր առաջ մի պաշտոնյա ինչ ասեց, մենք ընդհանրապես դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Այո, ասում է գազի գինը թանկացնեն։ Ով ասաց, քիչ եմ էլի շում։ Որ Կարևոր չի ով ասի։ Գազի գինը թանկացնեն։ Դուրս կգանք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հետաքրքիր պաշտոնյա այս օրերին շատ հետաքրքիր հայտարարություններ արել պետք է անենք։ Հիմա ես կառաջարկեմ հետևյալը, ուղղակի մի հատ հասկանալ։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասենց ումա ցավացնելու։ Դա ասում է ռուսներին էլ է ցավացնելու։ Լավ, նայենք։ Մենք իդեպ դրա մասին այստեղ խոսացել ենք։ Հայաստանի արտաքին առևտրի 35% պաշտոնական, 35-ից 40% Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։ Երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է այսպես սանկցիաները շրջանցելու ճանապարհով, իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես ասենց մի հատ լարեք է 2, 3, 4 0.3% 0.3 եղել 22 թվականին մինչև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա մի մոտավորապես 0.5-0.7%։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, ասենց լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ծավալների արտաքին առևտուր։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ծավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։